Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր մեջ այս անարատ վարդապետությունը իրոք տարածելու։ Վարդապետություններ շատ կան, եկեղեցիներ շատ կան, հավատներ շատ կան, բայց Կորինթացիների 10-ում ինչ ասում է, ասում է շատերին չհավնեց Աստված։ Հիմիստեականն է, ձեր հավատքին Աստված հավանություն տալիս է։ Ասվերոսը հազարավոր կույսերից մեկին ընտրեց, ամեն։ Դա խորհուրդն է, որ Հիսուս Քրիստոսը հազարավոր եկեղեցիներից, քրիստոնյա եկեղեցիներից, մուսուլմանական էդի ոչ մի եկեղեցուց, աղանդավորական ոչ մի եկեղեցուց փրկություն չկա, որտեղ միայն Հիսուսի անունն է փրկում, ամեն։ Եթե մարդիկ մտածում են հափշտակության մասին, դա մենակ քրիստոնյաները պիտի մտածեն։ Էնել հոգիով ու ճշմարտությունով շարժվող քրիստոնյաները, ամեն։ Աստված գալիս է սուրբ անարատ կույս եկեղեցին երկինք տանելու։ Աշխարհիկ լկստված կրքերով լի եկեղեցիներից ոչ մեկ երկինք չի գնա, եթե մնան այդ կեղտոտ աղանդավորների հետ։ Իսկ եթե պղծված սարդիկեից զատվեն ու միանան սուրբ անարատ Ֆիլադելֆիայի գնդերին, հաստատ հույս կա, որ իրանք ճշմարիտ ծնունդ կստանան, ճշմարիտ ծնունդ, հոգու մարմնի բժշկություն եւ կարժանանան հափշտակության, ամեն։ Ուրեմն այսօրվա թեման մեր բժշկության թեմայի երկրորդ վարդապետական գիրք 9-րդ գլուխը բժշկության թեման է, դրա վերջի կետն է։ Առաջի կետով բացատրեցինք, որ ցավերը հիվանդությունները բերում են դևերը, երկրորդ կետով գալիս է մեղքից եւ անեծքից, չեմ ուզում էլ շարունակեմ, մոտավորապես 20-ից 30 համար ընթերցեցինք։ Այս ամբողջ համարները իրար հետ 3 կետի 100 համար անում մոտավորապես։ Ժողովուրդ, եթե աղանդավորները 100 համարը զանց են անում մենակ բժշկության թեման։ Մետաստիակ համարներ սրբության թեման։ Սրանցից ոնց կարա մեկը մտածի, որ գիրքն ասում առանց բժշկության, առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, ստոնք համ հիվանդ են, համ մեղքերի մեջ թավլված, համ էլ ասում են մենք դրախտում տեղ ունենք։ Այդպես կլինի։ Չի լինի։ Դա սատանան է խաբում ձեզ։ Մեղքի վարձքը մահա։ Սրով պիտի մեռնեն ու բնաջիջ լինեն Աստծո ժողովրդի միջի բոլոր մեղք գործողները։ Հիմա այսօրվա թեման երրորդն է։ Ես համարոտ եմ գրել արդարի բժիշկն Աստված է, այս թեմայել ունենք, բայց վարդապետական թերթիկից ընթերցեմ գեկետը օգու եւ մարմնի բժշկության ոչ ճշմարիտ մատուցումն ու կատարումը հիվանդությունն է եւ երկու կետերով բացատրել են եւ վերջի երրորդ կետը ընթերցում է արդարի բժիշկը Աստված է եւ նա կարող է բժշկել ամեն հիվանդություն, ցավ եւ ախտ, սրբության եւ անարատության ճանապարհով, ամեն, որ սրան հակառակ գնա անիծյալ լինի։ Հիմա մոտավորապես 30 համար ընթերցում եմ։ Դուք բոլորդ կարաք ձեր մոտ գրեք, իրենց եմ ընթերցում, որ կարաք գրեք, բացեք պարապեք ու գնաք պահանջեք ձեր հովիվներից։ Եթե մեր մեջ կա մեկ արդար, ինչու դա պարգևներով լեցուն չէ, որ յուրաքանչյուրը գան ըստ Հակոբոս 5-րդ գլխի։ Այդ հասունը աղոտ կանա, այդ արդարը աղոտ կանա եւ արդարի այդ բարեխոսությունը կների այդ հիվանդի մեղքերը եւ նրան բժշկություն կշնորհի, ամեն։ Հիմա ընթերցում եմ այդ համարները, լավ գնի գրեք ու շարունակենք պաշտամունքը։ Գեկետ արդարի բժիշկը Աստված է եւ նա կարող է բժշկել ամեն հիվանդություն, ցավ եւ ախտ, սրբության եւ անարատության ճանապարհով։ Եթե օքիներդ բուժված լինի մեղքից, մարմիններդ կատարյալ առողջություն կստանա, ամեն, որովհետեւ հենց որ մարմինդ արդեն տկարանում է, դրանից առաջ տկարացել է հոգին, սոված է հոգին, մարում է հոգին, պղծվել է հոգին։ Պարզա, թափ ազդակա ինչ է մարել Տեր Հիսուս, քննի ետ վերադարձի դեպի Աստված, Աստված էլ ետ կվերադարձնի քեզ դեպի առողջությունը, ցավերից ազատումը եւ ամեն լավ բաները կլստի տանդ վրա։ Ուրեմն արդարի բժիշկը Աստված է եւ նա կարող է բժշկել ամեն հիվանդություն, ցավ եւ ախտ, սրբության եւ անարատության ճանապարհով։ Գրեք Ելիս 15:26, Ելիս 23:25-26, Թվոս 12:13,
Երկրորդ օրինացիս 7:14-15-ը երթում է որ քեզ բժշկված պահի։ Աստված խոստում է տվել։ Երկրորդ օրինացիս 7:14-15, երկրորդ օրինացիս 32:39, նայա զարկում, նայա բժշկում, նայա մերցնում եւ նա ապրեցնում, սա գանձ ամարա։ Էսի գայլախաս մի քարա գողյաթի ճակատին մխրճելու, ամեն։ Երկրորդ օրինացիս 32:39, չորրորդ թագավորացին 3-րդ գլուխ 6-14, չորրորդ թագավորացին 3-րդ գլուխ 6-14, 20-րդ գլուխ 4-5, Հոբ 5:17-18, Հոբ 42:10, Սաղմոս 6-րդ գլուխ 2-րդ խոսք, Սաղմոս 30:2, Սաղմոս 41:1-4, Սաղմոս 103 2-3, Սաղմոս 107 19-20, Սաղմոս 147 2-3, Առակաց 3-րդ գլուխ 5-8, Առակաց 4-րդ գլուխ 20-22, Եսայի 33:24, Եսայի 53 3-5, Եսայի 61:1, Երեմիա 17:14, Եկանք նոր կտակարան, Հակոբոս 5-րդ գլուխ 14-16, Առաջի Պետրոս 2:24, Գործ Կարաքելոց 3:6-8, Գործ Կարաքելոց 4:9-14, 30, համ Գործ Կարաքելոց 4:9-14-ն է, համ 30-ն է, խոսք 30, Գործ Կարաքելոց 5-րդ գլուխ 15-16, Գործ Կարաքելոց 8-րդ գլուխ 6-8, Գործ Կարաքելոց 9-րդ գլուխ 17-18 Պողոսի բուժումը, Գործ Կարաքելոց էլի 9:33-34, Գործ Կարաքելոց 10:38, Գործ Կարաքելոց 19:11-12 եւ Գործ Կարաքելոց 28:8-9։ Ուրեմն այսքան համարները մոտավորապես 30 համարին մոտ հաստատում են, որ արդարի բժիշկն Աստված է, ժողովուրդ։ Դրանից վերև երկրորդ կետը քարոզեցին, մոտավորապես 20-ից ավել համարներ ասում են, որ հիվանդությունները, ցավերը մեծամասամբ գալիս են մեղքից եւ անեծքից։ Դրանից վերև մի 10 համարին մոտ ապացուցեցինք, որ հիվանդություններն ու ցավերը բերում են դևերը։ Մոտավոր եմ ասում 100-ին 80-ին մոտ համար, եթե դուք զանց եք անում ու ծռում եք, հարյուրավոր համարներ սրբությունից եք ծռում, էլ դուք ոնց կփրկվեք։ Դրա համար ուշադիր լսեք, ես տեղ կկարդամ, բայց որ մի համարներ ընթերցեցի, դուք ուշադիր ձեր տներում բացեք, կարդացեք ուղիղ գրվածա, որ Աստված առաքյալների ձեռքը վրաշներ է կատարում, բժշկություններ է կատարում եւ այդտենց հիվանդություն ցավ չկա, որ Աստված չբժշկի։ Դրա համար հենց տկարացար ասա Տեր ինչ գործ ունի դևը իմ հետ։ Սկսի քննել ամեն։ Այո, աղբերդ կթափես ու դու կբժշկվես։ Պարզա։ Եթե գլնեմ ես, գլնեք դուք։ Հիմա արդարի բժիշկը Աստված է։ Արդարի բժիշկն Աստված է եւ նա կարող է բժշկել ամեն հիվանդություն, ցավ եւ ախտ, սրբության եւ անարատության ճանապարհով։ Ելից 15:26 ընթերցեմ, դուք ուշադիր հետևեք։ Ուրեմն բոլոր բժշկարար համարներից առաջ, որ ուշադիր լինենք, գրված է կյանքի փոփոխության մասին։ Եթե մեղքից հեռանալով արդար ու սուրբ կյանք ապրեք, անոր խոցելով արդեն բժշկված եք, եւ հենց այս դեպքը հիշում եք, որ Մերիայի ջրերը քաղցրացավ։ Եվ ինչ խորհուրդ ունի դա Մերիայի ջրերի քաղցրանալը։ Եվ ինչ կատարեց, փայտ դրեց այդ ջրի մեջ։ Քերծած փայտեր, դա խաչի խորհուրդն ունի, ամեն։ Եթե քո կյանքում հայտնվում է խաչյալը իր խաչի զորությամբ, քո հինը հանում ես ու Քրիստոսը սակնում, քո հայող լեզուն օրհնողադառնում,
անիծող լեզուն քարոզողա դառնում ամեն, քո չար բնավորությունը փոխվում է ներող, սիրող բնավորություն ես նվեր ստանում։ Երբ այս ձևի քո եսասեր բնությունը ընկնվի հոգևորության մեջ, մարմինը ոչնչանա եւ հոգին թագավորի ու գործի, քո հոգին բուժված կլինի մեղքից, մարմին տել ազատ հիվանդություն ցավեր բերող դևերից։ Ամեն։ Ամեն։ Պարզա։ Դե հիմա կհետևեք յուրաքանչյուր լուրջ բժշկության համարներն, ասում է կներեմ մեղքերդ, կբուժեմ ցավերդ։ Եթե իմ օրենքները պահես, անոր խոցելով արդեն բժշկված ես։ Ամեն։ Հիմա կարդում եմ Ելից 15-րդ գլուխ 15-րդ գլուխ 26 խոսք, բայց 25-ից ընթերցեմ։ Եվ նա Եհովային աղաղակեց Մովսեսը, եւ Եհովան նրան մի փայտ ցույց տվավ ու շատ իրես խաչի խորհուրդն ուներ։ Եվ նա գցեց ջրերի մեջ, եւ ջրերը անուշացան։ Այս սրանից հետո գնում է բժշկությունը։ Այնտեղ նրանց կանոն եւ դատաստան դրավ եւ այնտեղ փորձեց նրանց եւ ասաց. Եթե իրավ լսես քո Եհովա Աստծոյ ձայնին, իրավ լսելը լսել ու կատարել, ամեն, լուրջ լսես։ Եթե իրավ լսես քո Եհովա Աստծոյ ձայնին, եւ ինչ որ նրա աչքի առաջին ուղիղ է անես, եւ նրա պատվիրանքներին ականջ դնես, եւ նրա բոլոր կանոնները պահես, այն ախտերից ոչ մեկ քեզ վրա չեմ բերի, որոնք Եգիպտացիների վրա բերի, որովհետև ես եմ Եհովան քո բժիշկը։ Աշխարհիկների պատահած ցավերը, ախտերը քեզ չեն կբնի, ամեն։ Եթե դու իրավ պահես Տիրոջ պատվիրանները։ Իսկ եթե դու ձևական ես պահում, քեզի ավելի շատ ցավեր կկբնեն, որտեղ քու պատճառով հայոյվում է Տիրոջ անունը, ամեն։ Ուրեմն նորից եմ կարդում, եթե իրավ լսես ու կատարես, եթե իրականից լսես ու նազանդվես, ոչ թե լսես հավանություն տաս, ասես գնաս ու մոռանաս քո կեղտոտ գործերը, ինչպես Հակոբոսին ասում։ Եթե իրավ լսես քո Եհովա Աստծոյ ձայնին, եւ ինչ որ նրա աչքի առաջին ուղիղ է անես, վերջ, ուղիղը իշնա, այս օրենքի գիրքը բերանից չպակսի, Հեսու ասավ։ Ուղիղը անարատն է, գրքովն է, ոչ թե գրքի ծռմռածն է, ամեն։ Ուղիղ ոնց գրումա, տենց անես, գրումա պարկեշտակի, գրումա կուրքեր չկրես, աշխարհին չնմանվես, կուրք մի կրա, աշխարհին մի նմանվի, ամեն։ Ուղիղ, եթե իրավ լսես քո Եհովա Աստծոյ ձայնին, եւ ինչ որ նրա աչքի առաջին ուղիղ է անես, եւ նրա պատվիրանքներին ականջ դնես, եւ նրա բոլոր կանոնները, բոլոր ժողովուրդ, կետ առ կետ, բոլոր կանոնները պահես, այս ախտերից ոչ մեկ քեզ վրա չեմ բերի, որոնք Եգիպտացիների վրա բերի, որովհետև ես եմ Եհովան քո բժիշկը, այս համարի դավանանքն է ինձ իշազից բժշկե։ Ես դաժան մեջքի ցավ ունեի ու չէի բուժվում։ Այս համարի դավանանքը բժշկեց ու ես վկայություններով մանեկա ու բոլորս տասնյակ ու արդեն 100-ին մոտ բժշկար համարները, որը ուղիղ է խոսում է բժշկության մասին, ուղիղ շատ համարներ կա խորհուրդով։ Ուղիղ խոսող համարները հանեցի ու դարավ 100-ին մոտ մի կայլախաս քար պարսատիկի մեջ դնելու եւ Գողիաթի ճակատին հարվածելու։ Ամեն, որ մեկը 10 տապալում է, եթե դու ուղիղ ես Տիրոջ առաջ։ Հասկացաք ուրեմն, իմի գնում ենք Ելից 23-րդ գլուխ, տեսեք մի համարում չի ասում, շատ համարներ ասում, Ելից 23, 25-ից 26, տեսեք նույն բաներն է հաստատում, եւ ձեր Եհովա Աստծուն պաշտեք, եւ նա կօրհնե քո հացը, քո ջուրը, եւ ես քո միջից հիվանդությունները կդարձնեմ, քո միջից բոլոր հիվանդությունները կվերացնեմ, քո երկրի մեջ վիժող եւ ամոլ չի լինի, քո երկը օրերի թիվը պիտի լեցնեմ, իմ երկյուղը կուղարկեմ քո առաջին եւ կշփոթեցնեմ եւ քո թշնամիներին կջնջեմ, հասկանում եք, չշեղվենք, եթե դու իրավ պահես իմ բոլոր պատվիրանները, պարզ գրում է, ոչ մի ցավ հիվանդություն չես ունենա, ոչ մի ախտ,
ոչ մի նզովքից մի բան չի գա քո տան վրա։ Դու գլուխ կլինես եւ ոչ թե ագի, դու ուրիշին փող կտաս եւ փող չես առնի, դու միշտ առողջ կլինես եւ մարդիկ տենալով քո տան օրհնությունները կգան ու քո ասուն կպաշտեն։ Ամեն։ Հավատում եք սրան։ Թվոս 12-ի 13-ը ի՞նչն է։ Մայրամի բորոդվելը եւ բժշկվելը, ամեն։ Բորոդվավ ինչի համար կարդացին, մեղքի համար։ Երբ բժշկվավ, երբ զղջաց, ամեն։ Կարամել էտի չկարդամ, որտեվ էտի ժամանակատար բանը բոլորդ գիտեք, բացեք եւ ընթերցեք։ Երբ Մովսեսը բարեխոսեց, ասա մի շաբաթ 7 օր թույրա մեղքի պատիժը կրի նոր կբժշկվի, ամեն։ Եվ կրեց իր մեղքի պատիժը ու բժշկվեցավ։ Երկրորդ օրինացիս 7-րդ գլուխ 14-15, բայց կընտրեմ 12-ից, որ տեսեք երթում է արի Աստված մեզ բժշկելու, ամեն։ Եվ տեսեք անհնար է, որ Աստված իր արած երթումից հրաժարվի, ժողովուրդ։ 7-րդ գլուխ օրինացիս 12-ից եմ ընթերցում մինչև քանիսը, մինչև 15, եւ կլինի նրա փոխանակ, որ այս դատաստանները լսելով նրանք պահես հմենտեղ էսիա գրուկ տեսեք կստուց հետո ասում ես էլ երթում եմ ուտում դրա համար ես կարդում եմ ասում եմ կնազանվես ես մեն պատվիրանին ասում ամեն արդեն ըստ առակած 3-4 գլխի դու բժշկված ես ըստ 103 Սաղմոսի ըստ առաջի Պետրոսի եւ կլինի նրա փոխանակ որ այս դատաստանները լսելով նրանք պահես կատարես քո Եհովա Աստվածն էլ քեզ համար քո հայրերին երթում արած ուխտը եւ ողորմությունը կպահի ուխտը օրե ես էլ քեմ օրհնելու եւ ինչա ուխտի մեջ պարունակում ուշադիր եւ քեզ կսիրե դե թե սիրելով ես կանա իսկ զզվելով դրա հակառակը կանա ամեն եթե սիրելով բուժումա զզվելով կերանա դևերը քեզ կծեծեն բարձա եւ քեզ կսիրե եւ քեզ կօրհնե եւ քեզ կշատացնե ոչ թե վաժամ կսպանե եւ կօրհնե քո որովայնի պտուղը քո երկրի պտուղը քո ծորենը քո գինին քո յուղը կովերիդ ծնունդը ոչխարներիդ հոտերը այն երկրի վրա որ քո այրերին երթում արավ քեզ տալու համար եթե այս բաներից պակասա ձեր մեջ մի բանը քննեք մեղք ունեք մեղք նզով կատան վրա ամեն ազգերից օրհնված կլինես հասա բուն թեմային ամեն ազգերից հարևաններից շրջապատից դու գլուխ կլինես ես երեք որտե մի այդ մեռնիտան մեջ գնում գալիս էի ժամանակին բոլորի տարածաշրջանի մարդիկ ծիծաղում էին վրա ծերին առնում որ հավատքի ընդունե բայց ասում ծիծաղումանա ով վերջում ծիծաղում փառավորվի Քրիստոսը կա հալածվելու անարգվելու ժամանակ կա բարձրանալու ժամանակ իսկ այդ վայրում արդեն սա մեզնից են խոսում լավ թեմայով որ հալալ լինի դրանց ասունել իրանցնել ամեն բայց մի ժամանակ խնդում էին ծեր էին առնում բայց հիմա ինչու չեն անում ժամանակ կա անարգվելու ժամանակ կա բարձրանալու ամեն ազգերից օրհնված կլինես այսօր այս խոսքը կատարվում է իմ վրա եւ շատերի վրա ուրեմն նա նույնն է երեք այսօր հավիտյան ճշմարտապես հավատացող ամեն ազգերից օրհնվածը կլինես եւ քո մեջ եւ քո անասունների մեջ արու ևեք ամուլ չի լինի հասա բուն թեմային Եհովան վեր կառնե քեզանից ուշադիր ամեն հիվանդություն բոլոր հիվանդություն ցավ եւ ախտ ամեն ես սրան եմ հավատում սա անձի բժշկե որ ես դավանել եմ եւ Եհովան վեր կառնե քեզանից ամեն հիվանդություն եւ եգիպտացիների աշխարհիկների այն չար ցավերը որոնք գիտես քեզ վրա չի բերի այլ նրանք բոլորը քո թշնամիների վրա կուղարկի ամեն ասու ատողները ասո արդար զավակին ատողները կզարկվեն ցավերով դևերը կգնան եւ նրանց կպոճեն նորից եմ կարդում
Եվ Եհովան վեր կառնե քեզանից ամեն հիվանդությունները, այսի դավան, այսի քո քարնա պարսատիկի մեջ դրած, Տեր դու ասել ես, Եհովան վեր կառնի ինձանից ամեն հիվանդությունները։ Եվ Եգիպտացիների այն բոլոր չար ցավերը, որոնք դու գիտես, քեզ վրա չի բերի, վերջ ես սրան եմ հավատում։ Գրված է իմ վրա չի գա, եթե ես ուղիղ եմ, այլ իմ թշնամիների, ավելի ճիշտ իմ ասո թշնամիների վրա կգա։ Ես սրան եմ հավատում եւ սրան եմ ուսացած։ Նա չի կարա իմ տունը մտնի, եթե Տերը չթողի։ Իսկ եթե մտավ, ես բաց դուռ ունեմ, մեղսալի դուռ։ Ամեն։ Ուրեմն Եհովան վեր կառնե քեզանից ամեն հիվանդությունները եւ Եգիպտացիների այն չար ցավերը, որոնք դու գիտես, քեզ վրա չի բերի, այլ նրանք քո բոլոր թշնամիների վրա կուղարկե։ Վերջ, սրան եմ ես հավատում ու հավատում եմ, որ սա կատարված է ու կատարվում է բոլոր դարերում։ Եթե երկարացնեմ ժամեր կտևի, Օրինացից 32-ի 39, սրան հաղթող համար իմ կյանքում չի հանդիպել։ Ես եմ ինչ օրող է, զարկող է, ես եմ ինչ օրող է, ոչ թե Տերը զարկում է ժողովուրդ, Տերը թույլ է տալիս, դևերը զարկում են, ուշադիր լսեք։ Հիմա նայեցեք, որ ես եմ, Հոբի պատմությունը տեսեք, Տերը թողեց, Հոբին զարկեց։ Տեր ասավ վերջ, փախավ եւ Եհովան բժշկեց Հոբի գերությունը։ Ուրեմն բոլոր բարի բաների մեջ բժշկության հրաշքների Փառք Հիսուսին արող Աստվածա իր արեշտակներով։ Բոլոր չար բաների հիվանդություն, ցավեր, փորձանքներ, վաղաժամ մահեր, բոլորն անում են դևերը, բայց Տիրոջ թույլատվությամբ, ամեն։ Հիմա նայեցեք, որ ես եմ, եւ ինձ հետ միասին էլ Աստված չկա, ես կմերցնեմ եւ կապրեցնեմ, եւ ես կզարկեմ եւ կբժշկեմ, եւ իմ ձեռքից ազատող չկա։ Վերջ, ես եմ զարկողը, ես եմ բժշկողը, ես եմ մերցրողը, ես եմ ապրեցրողը։ Եվ իմ ձեռքից ազատող չկա, եւ ինձանից էլ զորավոր Աստված չկա, ամեն։ Հաջորդ համարը, 4-րդ թագավորաց 5-ի 6-ից 14, Նեեմանի բուժումն է, եւ 4-րդ թագավորաց 20-ի 4-ից 5, Եզեկիայի բուժումը, ամեն, բոլորդ գիտեք, ընթերցենք։ Հիմա ընթերցում եմ Նեեմանի բուժումը, թե ոնց եղավ, երբ կոտրվավ, փշրվավ, մտավ Հորդանանը, որ անարգության գերեզմանոցի խորհուրդն ունի, իր հոգին բուժվավ մեղքից, հպարտությունից ազատվավ եւ մարմինը բորոտությունից մաքրվեցավ։ Ուշադիր։ Եվ նամակը բերավ տվավ Իսրայելի թագավորին ասելով. Եվ արդ այս նամակը հենց որ քեզ հասավ, ահա ուղարկում եմ քեզ մոտ իմ Նեեման ծառային։ Էսի Ասորեստանի թագավորը գրել է Իսրայելի թագավորին։ Մտածում էր, որ Իսրայելի թագավորը պետք է բուժի, բայց բուժողը Եղիսեի Աստվածն էր, Եղիսեի աղոթքով։ Քեզ մոտ եմ ուղարկում իմ Նեեման ծառային, որ դու բժշկես նրան իր բորոտությունից։ Տեսեք, այդ ստրկուհի աղջիկը քարոզեր էր, բայց թագավորը սխալ էր հասկացել։ Դրա համար մատուցանողներն ես բացատրեք, մի բացատրեք, որ Կարենն է բուժում։ Բացատրեք, որ Կարեն աղբերը աղոտ կանա, քո մեղքերը քեզ կասկածնի, դու կզղջաս, ասուն կխնդրա, Աստծո զորավոր բազուկը կիշտի քո վրա եւ դու կբժշկվես։ Ամեն։ Որ մարդիկ հույսես որդի վրա, Կարեն որդի, սատկած որդի, ճիճվի վրա չդնեն։ Ամենակարողի վրա դրեն, ամեն։ Որ ամենակարողին ես որդը ճիճուն, աղաչում է, եւ այդ որդը, որ Աստծուն շատ է սիրում, իրան հնազանդվում է։ Այդ որդի աղոթքը խնդրանքը շատ ալս, շուտ ալսվում, ամեն, եւ շուտ էլ պատասխանում եւ բժշկում է։ Եվ երբ որ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատրեց իր հանդերձները եւ ասաց. Միթե ես Աստված եմ, որ մերցնեմ կամ ապրեսնեմ։ Տեսակ, սա հաստատեց Օրինացից 32-ի 35-ը։ Նայա զարկում, նայա բժշկում, նայա մերցնում եւ նա ապրեսնում։ Միթե ես Աստված եմ, որ մերցնեմ կամ ապրեսնեմ, որ սա ինձ մոտ ուղարկում է մարդին իր բորոտությունից բժշկելու,
Սակայն դուք իմացեք եւ տեսեք, որ նա պատճառ է որոնում ինձանից։ Եվ երբ որ Աստծոյ մարդը Եղիսեն լսեց, վերջը ասավ ու այդ բժշկության թեման դուք արդեն լավ գիտեք, բայց շարունակեմ մինչև վերջ, որ պարզ լինի ձեզի, ամեն։ 14-ը մինչև գրել եմ։ Երբ որ Աստծոյ մարդ Եղիսեն լսեց, որ Իսրայելի թագավորը պատրել է իր հանդերձը, այն ժամանակ մարդ ուղարկեց թագավորին ասելով. Ինչու համար պատրեցի իր հանդերձը, թող նա ինձ մոտ գա եւ իմանա, որ մարգարե կա Իսրայելի մեջ եւ մարգարեն ասունա դիմում եւ Աստվածա բժշկում։ Եվ Նեմանը գնաց իր ձիերով ու կառքերով եւ կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։ Եվ Եղիսեն պատգամավորներ ուղարկեց նրա մոտ ասելով. գնա եւ 7 անգամ լվասվիր Հորդան անումը եւ մարմինդ քեզ մոտ կդառնա եւ կմաքրվես։ Սկզբից չէր ուզում կոտրվեր, լսեր։ Նույնը դուք եթե չկոտրվեք լսեք Աստծո մարգարեի ձայնին, որի միջոցով Տերն է խոսում, չեք բուժվի։ Եվ Նեմանը բարկացավ եւ գնաց ասելով. ահա ես կարծում էի այ թաղեմ եսդ, այ քո իմաստությունն է քո իմաստության ապավինելն է քո խոչընդոտն, ամեն։ Բայց երբ սկսեց ապավինել Աստծո իմաստությանը, որ Եղիսեն էր խոսում, բժշկվավ։ Ահա ես կարծում էի, թե անպատճառ ինձ մոտ դուրս կգա եւ կկանգնե եւ իր Եհովա Աստծո անունը կկանչե եւ ձեռքը կդնե այն տեղի վրա եւ այն ժամանակ բորոտությունը կբժշկե։ Բայց չեք մտածում, որ ձեր ծրագրերը Աստծո ծրագրերը չեն, ձեր ճանապարհները Աստծո ճանապարհները չեն, ամեն։ Ինչքան որ հեռու է երկինքը երկրից, այնքան ձեր ծրագրերն ու ճանապարհները Աստծո ծրագրերից։ Նա չի ուզում, որ քու մտածածով քեզ օրհնի ու բժշկի, ամեն, թե չկասես ես գիշեր-ցերեկ շատ էի մտածել, շատ ջանք էի թափել դրա համար բուժվա, թաղեմ եսդ, դու շատ խնդրի, ամեն, եւ նա կբժշկի։ Եվ թե ինչ ասում, միթե Դամասկոսի Աբանան եւ փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավը չեն, բավարար լավներ են չես եկել։ Դե թող գնայր մտնեիր, թող մեկնաս այդ մտիս փարփար գետը կբուժվես։ Միթե նրանցում չէի լվասվիլ եւ մաքրվիլ, եւ նա ետ դարավ գնաց բարկությամբ։ Բայց նրա ծառաները մոտեցան եւ խոսեցին նրա հետ եւ ասեցին. ով հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէիր անիլ, ուր մնաց որ քեզ ասեց, լվացվիր եւ կմաքրվես, փորձայելի եսը դմեռնի։ Եվ նա վայր իջավ իր պարտության այդ կարգից, վայր իջավ եւ 7 անգամ թաղվեցավ Հորդանանի մեջ Աստծոյ մարդի խոսքի համեմատ, ամեն։ Եվ նրա մարմինը ետ դառավ իբրև մի փոքր տղայի մարմին եւ նա մաքրվեցավ։ Փառավորվի Քրիստոս։ Այդպես էլ դուք եթե Աստծո ծառային սիրեք եւ հնազանդվեք, նրա բերանից խոսող Տիրոջ ձայնին լսեք, դուք էլ ամեն ցավերից ու ախտերից կբժշկեք, ով որ ունի բժշկության պարգև, վերջում էլ շնորհն ստանալու։ Ամեն։ Փառավորվի Քրիստոսը։ Այս ձևա Տերը գործում։ Նույնը Հոբ 5:17-18 նայա խոցում, նայա փաթաթում, նայա զարկում եւ նայա բժշկում, ամեն։ Չեմ ուզում էլ բացեմ, երթող շարան կարդամ, գրված է։ Նույնը 42:10 Հոբ 2:7 խփեց սատանան, Տիրոջ կամոք չէ, Տերը թույլ տվեց, զարկեց։ Բայց Հոբ 22:10 ինչ ասում։ Եվ Եհովան վեր առավ Հոբի գերությունը, ամեն, որի մեջ մտնում էր աղքատությունը եւ հիվանդությունները։ Եվ կատարյալ առողջացրեց եւ համարյա 140 քանի տարի կյանք շնորհեց, առողջ օրհնված, կրկնակի օրհնված ու զորացած, ամեն։ Սաղմոս 6:2 ընթերցում եմ ժողովուրդ։ Ով Տեր ողորմե ինձի, վասնզի տկար եմ ես, թե հոգով, թե մարմնով։ Զիս բժշկե ով Տեր, վասնզի ոսկորներս կսարսափին, ամեն։ Զիս բժշկի ով Տեր, Տերն է բուժողը։
Նույնը Սաղմոս 32 հերթով ընթերցում եմ, տեսեք քանի համար պետք չէ մանրակրկիտ բացատրեմ, որտեղ դու ավելի լավ գիտեք էդի շատերը։ Ամեն։ Ձեր տեղը չեմ խոսում, բայց Սաղմոս 32 41-ի 1-ից 4 32 Ով իմ Տեր Աստված քեզի օգնության կանչեցի ու զիս բժշկեցիր ամեն Տեր քեզի օգնության կանչեցի ու դու ինձ բժշկեցիր բայց 41 Սաղմոսը իրականից կապում է նաև ողորմած ներող սրտի հետ Երանի անոր որ աղքատին հոգ կտանի 41-ի 1-ից 4 Երանի անոր որ աղքատին հոգ կտանի նեղության օրը Տերը պիտի փրկե զանիկա Տերը պիտի պահե ու ապրեցնե զանիկա Երանելի պիտի լա երկրի վրա ու թշնամիներու կամքին պիտի չմատնե զանիկա Ամեն Տերը անոր ուժ պիտի տա տկարության անկողինի մեջ ու անոր տկարությունները պիտի բուժե հիվանդության ատենը վերջ Ինչ տկարություն որ ունենա Ինչ տկարություն ունենա Տերը կբժշկի պարզա Ես սրան եմ հավատում դուք ինչ եք հավատում ես չգիտեմ բայց ինչ տկարություն կա գրված է որ Տերը բուժում է վերջ մնացածը ի Սաղմոս 16 ինչ ասում շատ կշատանա անոս ցավերը կզարկվեն ցավերով որոնք ուրիշ ասու մեղքի կծարայեն ամեն իսկ ստե գրված է որ կբժշկվի եթե ողորմած ու սուրբ կյանք ապրես ամեն Փառավորվի Քրիստոս 103 Սաղմոս 2-ից 3 107 Սաղմոս 19-ից 20 և 147 2-ից 3 Տեսեք ես 103 Սաղմոսը շատ աղանդավորական եկեղեցիներ երկարանով երգում են բայց կյանքը չեն ապրում հովիվները քաղցկեղ, շաքարախտ, վաղաժամմահ ու տառապանք բայց մեկը չի ասում բա ուրա մեր երգը երբ պիտի գործ դառնա ամեն ինչ են երգում ով իմ անձս օրհն է Տերը եւ անոր բոլոր բարերարությունները հրաշքները մի մոռանա ինչեր արե հին ուխտում նոր ուխտում նա նույնն է երեք այսօր եւ ավիճան որ ներում է քո բոլոր մեղքերը բժշկում է քո ամեն ցավերը դավանեք ներում է բոլոր մեղքերը բուժում է քո ամեն ցավերը եւ նրանից հետո օրհնությունները կարդախիժ բարություններ աշնորհում Այս բարի վրա կենտրոնացի երրորդի որ կքավե քո բոլոր անօրինությունները որ ու կբժշկե քո անատ քո բոլոր հիվանդությունները Եվ սա մեր հիմնատեր ջան դու ասել ես կներեմ մեղքերդ կբուժեմ ցավերդ Եթե մեղքից հեռանալով արդար ու սուրբ կյանք ապրեք եսի երկրորդ օջերը դեպի գլխին Նրա խոցերով արդեն բժշկված ենք ամեն վերջ ես սրան եմ հավատում ու իմ հավատքը վեմի վրա է սխալ չի Թեողանդավորները ինչ են հավատում որ բարի Աստծո արամտի քաղցկեղով մեռնի տառապի Փողերը տանատա ապտեկայի վարիշներին ու բժշկներին ես չգիտեմ Բայց ես հավատում եմ որ օրհնված ժողովուրդը Քրիստոսի խոցերով բժշկված է ամեն Տեսեք 107 Սաղմոս 19-ից 20 Ինչ է խոսում Եգիպտոսից դուրս գալացող իսրայելացիների մասին Տիրոջը կաղաղակեն իրենց տեղության մեջ ու կփրկե զանոնք իրենց տառապանքներեն Իր խոսքը կղրկե ու կբժշկե զանոնք ու կազատե զանոնք իրենց կործանում են ամեն Եվ տեսեք նաև Սաղմոսների մեջ գրվում է որ նրանք դուրս եկան եւ նրանց ցեղերի մեջ տկար հիվանդ մարդ չկար ամեն Հազարամյակում կկարդամ Եսային հիվանդ չկար Պարզա այդ բոլորը թե ոնց են մարդիկ մեկնում ես չեմ հասկանում Հիմա 147 2-ից 3 Տերը կշինե Երուսաղեմը Իսրայելի ցրվածները կհավաքը սրտով կոտրածները կբժշկե ու անոնց խոցերը կփաթաթե ամեն
դրոց էր տերը կզարկեք հիվանդացնե և իշքան էլ հիվանդություն խոցեր կան չի բժշկի կթողա որ նեխեն մեռնեն եթե դες բանա գրած դունձի ցույց տվեք եթե գրված է բարի բանա որ բուժելու է ու տերն է դա անում ինչու դու բարի բանին չեք հետևում հասկանում եք որտեվ իրանք չեն էլ հավատում որ իրանք աղոթքը Աստված կլսի ու կկատարի Հիմի առակած գիր գնանք, երկու համար խոսենք առակացից ու ասենք մի մոմենտ էլի հինուղտ Եսայի մարգարե ու գնանք նոր կտակարան։ Տեսեք թե մարգարեությունները, թե ամենտեղ գրված է որ արդարի բժիշկը Աստված է։ Առակած 3-ի 5-ից 8։ Տեսեք քո իմաստությանը վստահելն է որ դու չես բուժվում։ Չես քննում, կարող եմ մեղք ունեմ, Տեր, որ անհաջողություն կա։ Կարող եմ մեղք ունեմ, որ դու իմ աղոթքը չես պատասխանում։ Ձեր մեղքերն են փակե Աստծո երեսը ձեզանից, որ ձեր աղոթքը չլսի։ Առակաց 3-րդ գլուխ 5-ից 8 Քո բոլոր սրտով Տերոջը ապավինե և քո իմաստությանդ մի վստահիր թաղեմ եսդ։ Քու բոլոր ճամփաներիդ մեջ զանիկա ճանչեցիր ու անիկա քու շավիղներդ պիտի ուղղե դուն քո աչքիդ առջև իմաստուն մի լար տեսեք քանի տեղ ասում դուն քո աչքիդ առջև իմաստուն մի լար Տիրոջ մեն վախեցիր ու չարությունը ետ քաշվել ասիկա քու ջիղերի տարողջություն և քո բոլոր ոսկորներիդ պարարտություն ու բժշկություն պիտի լամեն պարարտությունն օրհնությունն է Ասիկա քու ջիղերի տարողջություն ջիղերը որտեղ են մարմնի մեջ չէ պարարտություն ու բժշկություն պիտի լա Իսկ տեսեք 4-ի 20-22-ը երկու համարով ինչա բացատրում մեզի որ ես ասում եմ կարաս անես քույրս ու եղբայրս որ գալիս եմ բուժվելու ասում են կարանք ես էլ ասում եմ դու անոր խոցելով արդեն բժշկված ես Որթյակ իմ մտիկր իմ խոսքերուս քո ականջդ իմ խոսքերից տուր անոն քո աչքերուդ առջև են թող չհեռանան զանոն քո սրտիդ մեջ պահե վասնզի անոն կյանք են զանոն գտնողներին Եվ անոնց բոլոր մարմնին բժշկություն, տեսակ, կարթա ու պայի, ոչ թե կարթա ու ծառա և տիրոջ անունը հայոյել դու, տիրոջ անունին հայոյանք բե, եթե կարթաս ու պահես, տերել կեզ կպահի, ամեն։ Հիմա Եսայի 33-24 Եսայի 53-3-ից 5 և Եսայի 61-1 Հիմա տեսեք ինչ ասում Եսայի 33-ի վերջի համարը 24-ը ու գնանք Եսայի 53 հենց բժշկության այդ խաչելության գլուխն Այն տեսի խոսում է Ազարամյա թագավորության մասին Այնտեղի բնակիչը չի ասելու, թե ես տկար եմ, հիվանդ եմ։ Այն ժողովուրդը, որ բնակում է այնտեղ, նրա անօրինեությունը թողված է։ Ուրեմն ում անօրինեությունը ստեղ նայեք, ներված է, նա Քրիստոսի խոցերով բժշկված է։ Նա չի կարող ասա ես տկար եմ։ Ամեն։ Եսային է ասում Եվ նույնը հաստատում է Եսայի 53-ը, որ խաչելության գլուխն է, և սա է մեր բժշկության հիմքը, ուշադիր, նա անարգված Եսայի 53, 3-ից մինչև 5 ընթերցեն, և Եսայի 61-1 Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ և մի այնպիսին, որից պետք է երես ծածկել։ Անարգված էր և մենք նրան ոչինչ էինք համարում։ Նույնը հիմա, որ մենք անարգում ենք Տիրոջ խոսքը, ոչինչ ենք համարում իրեն։ Դու ով ես, որ դու կաս այդքան, որ մենք քո խոսքը պահենք։ Էս չենք ասում, բայց գործնականը տենց է։ Հիրավին ամեր ցավերը վեր առավ
եւ մեր վշտերը բռնեց իր վրա, բայց մենք նրան պատուհարված էինք համարում, Աստվածանից զարկված ու նկուն եղած, բայց դա մեր մեղքերի համար վիավորվեցավ, մեր անօրինությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք, սա կատարվել է դեռ դու չծնված, հավատաս թե չհավատաս, սա կա ու կմնա հավիտյան, ամեն, բայց որ հավատաս, քայլ պիտի անես, հա եթե հավատում ես, որ սա ճիշտ արդեն պիտի մտածես, բա ինչու եմ ես հիվանդ, պիտի սկսես գրքերը քննել եւ խառնած ջրերից օգտվել, ամեն, եւ այդ խառնած ջրերը քեզ կբժշկեն, ամեն, ինչու անդարդ ջուրը սելովամի ավազանի չեր բուժում, էդի նմանա, որ դու բնազդով խմում ես, բայց որ մտածելով, մտորելով գիշեր ցերեկ խառնում ես Տիրոջ խոսքը, զննում, քննում ես, գանձերը խորքերից են գտնում, ամեն, փառավորվի Քրիստոսը, հաջորդը, Եսայի 61:1, շողորդ սա իրականից անպայման մեր վրա պիտի կատարվի, ինչի որովհետև սա մարգարեություն է, մարգարեություն, եւ տեսնենք Տերը ումն է բժշկում, Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, սա խոսվում է բոլոր առաջնորդների մասին, եւ նաեւ յուրաքանչյուր անատ պիտի ասա գոնե ես պիտի բուժվեմ, ամեն, չէ թամալը ուրիշին աղոթք անեմ, եթե Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, բայց ինչ եմ իվան, Գեդեոն ասա, որ Տերը մեր հետ է, ես ինչ է մեր օրը, ամեն, բա ուր է այդ Տիրոջ ողորմությունները, Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ, ու շատ դիր բոլոր քարոզիչներ, հովիվներ ու եպիսկոպոսներ, սա պիտի ձեզ հետ քայլի կետ առ կետ, նույնը Եսայի մարգարեության 11-րդ գլխի 1-5 համարները, Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, եթե չի կայլում ուրեմն Տիրոջ հոգին չէ, Տիրոջ հակառակորդի հոգին է, Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ, նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, ով կոտրվում է Աստծո դեմ ու Աստծո սպասավորի, ասում ինչ անեմ, որ բժշկվեմ, Տերը նրան բժշկում է, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ասատություն հրատարակելու եւ կապյալներին արձակում, ամեն, Տիրոջ համար հրատարակելու տարին եւ վրեժխնդրության օրը, որ մեր Աստծոյ համար է, ամեն, բոլոր սգավորներին մխիթարելու համար, Տեր Եհովայի հոգին ում վրա է, ինքը պիտի աղոթք անա ու ինքը բժշկվի, զղջա, քննի, ազատագրվի, հետո պիտի ելնի իր կողակցի մար աղոթք անի, իր որդու համար, իր քրոջ եւ եղբոր համար, ամեն, փառավորվի Քրիստոսը, մենք արդեն ավարտեցինք Եսայի մարգարեն, գնանք միատել Երեմիա 17-14, ինչ ասում, Տեր բժշկիր ինձ, եթե անգիր գիտեմ, ու ես կբժշկվեմ, Տեր փրկիր ինձ, ու ես կփրկվեմ, որտեւ իմ պարծանքը դու ես, ոչ թե Չիչոյանը, կամ Վաչիկն ու Խաչիկը, որ նա բուժա, դու նրանով պիտի պարծենաս, եւ նրա Վաչիկի համարը պիտի տաս, բայց որ դու Տեր Եհովայով ես բժշկվում, Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուսի պատվիրաններն ես տալիս նրան, ասես սա է քո դեղը, ամեն, տար կարթա զղջա կգաս աղոթք կանենք, հոգին լույսը կպարգևի ու կազատագրի քեզ, պարզա, հիմա քո մեջ խավարն է թագավորում, իսկ գիրքն ասում է թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմինների վրա, որ անոր ցանկություններին հնազանդվեք, թող Տեր Հիսուսը թագավորի, որ նրա սուրբ ցանկություններին հնազանդվեք, ով թագավորը տա, նրան էլ ծառայում ես, ամեն, բարի բան ես անում, Տերն է քո թագավորը, չար բան ես անում, Տերն է թագավորը, պարզա, այլ ընտրանք չկա, երրորդը չկա, եթե կա անունն ասեք իմանամ այսօրվանից,
Հասկանում եք։ Հիմա ինչու եմ Հակոբոսը դրե հենց առաջնային, Հակոբոս 5:14-16, որ քրիստոնյա եկեղեցու բժշկարար վարդապետության հիմք հենց էս համարն, որտեղ էսի շատ ուղիղ ու պարզ գրվա, ուշադիր։ Եթե ձեզանից մեկը հիվանդ է, ինչ պիտի անեք երեսներ, սրանից ավելարող անիծյալ լինի, ով ծռմռում է, որ էս համարը չկատարի։ Կամ ասում է, էդի առաջի դարում է եղել։ Աստված նույնն է երեք այսօր եւ ավիճան Եբրայեցիների 13:8 իր բժշկարար զորությամբ, իր սրբությամբ, անարատությամբ եւ իր արաշագործ բասկով։ Եթե ձեզ մեկը հիվանդ է, վերսա վերաբերվում է եկեղեցուն։ Եթե ձեզ մեկը հիվանդ է, եկեղեցի երեսները թող կանչե, որպեսզի իր վրա աղոթք արեն ու Տիրոջ անունով թող յուղով օծեն։ Հավատքով եղած աղոթքը պիտի փրկե հիվանդը, ումից, դևերի ճիրաններից։ Հավատքով եղած աղոթքը պիտի փրկե հիվանդը, եւ Տերը զանիկա ոտքի պիտի հանե, եւ եթե մեղքալ գործել է, պիտի ներվի անոր։ Ամեն, ուրեմն կողը մեղքից է։ Ձեր անցանքները իրարու խոստովանվեցեք ու աղոթք կրեք իրարու համար, որպեսի բժշկվիք, արդարի ջերմեռանդ աղոթքը շատ ազդեցություն ունի։ Վեր սա է բժշկության հիմքը։ Սա է վարդապետության բժշկարար այդ գործերի հիմքը, որ բոլոր հովիվները պետք է սրա վրա շինեն բժշկությունների վարդապետությունը։ Ստուն հակասող ամեն ինչ դիվային է, որտեղ տեսեք Հիսուսը նույնն ասեց, ձեզ իշխանություն եմ տալիս բոլոր պիղծ դևերի վրա, դևերին հանեք, ցավերը բժշկեք իբանով, ամեն։ Կներեմ մեղքերդ, կբուժեմ ցավերդ։ Չկա, որ մեկը այս համարի հետ չառնչվի։ Սա ամենախոր իմաստ համարն է ու ես ասել եմ հոգով առած, որ սա քրիստոնյա եկեղեցու բժշկության, վարդապետության հիմքն է, ամեն։ Եթե մեկը հիվանդ է, զանգում է սպասավորին, աղբեր ջան հիվանդ եմ, սպասավորն ասում ինչ ես արել, լիզու եմ տվեք ես ուրիս, ոտեր եմ, դատեր եմ, բամբասեր եմ, վերջը, մեղք եմ գործել, դե ծնկի արի, աղոթք ենք անում, Տերն էրա մեղքերը, բուժա ցավերը, ամեն, եւ այդ հիվանդը բուժվում է, որտեղ մեր Աստված նույն Եղիայի Աստվածն է, աղոթքները լսող ու պատասխանող։ Պարզա, ոչ թե մեռած Բահաղն է։ Բաղամի մարգարեներն ինչ էին անում։ Այդ խումեր Աստվածը Բաղամի Աստվածը չէ կամ այն Բահաղի քուրմերի։ Իրական Աստվածը չէ, Եղիայի Աստվածն է, որ լսեց ու կատարեց։ Ով Բաղակ, հա կանչում էին։ Բաղամն էր կանչում։ Բաղամն էլ մոտ էր ասում, բայց իսկական մարգարե չէր, կեղ շահամոլ մարգարե էր։ Բայց այդ Բահաղը կուրք էր, հատո կուրքին կանչե։ Ամեն, ինչ օգուտ կուրքին կանչելուց։ Բայց եթե գիտես քո Աստվածը կուրք չէ, աղոթքները լսող ու պատասխանող Եհովան է, բերանիցը թելացը Տերը կատարում։ Առաջի Պետրոս 2:24 Եթե մեղքից հեռանալով արդար ու սուրբ կյանք ապրեք, անոր խոցերով արդեն բժշկված եք։ Ամեն։ Սա ես չեմ գրեսի դարերով գրված ու կատարված խոսք։ Դրանից վիրը միշտ էլի խոսում է կյանքի փոփոխությունից, որ հալածվենք, չարչարվենք, ամեն ինչը սիրով տանենք, վերափոխվենք, անոր խոցերով էլ կբժշկվենք, ճիշտ է։ Մի խոսքով եթե քո միջի դառնությունը վերանա քաղցրահամ, ջրեր ունենաս քո մեջ, եւ քո բերանից դուրս եկած ջրերը կյանք տան ուրիշներին։ Դու կբժշկվես, որ դու օրինակ ծառայես մնացածներին, հոտերի վրա չտիրես, ապա հոտին օրինակ ծառայես, որ քեզ բժշկել է, իրաստել կբժշկի։ Ամեն։ Բայց եթե հոտի հովիվը գանգրենա է, քասկեղա, շաքարախտա, ինսուլտ զանը թևը թուլցերա, էսենց, էդ մարդը կարա են մեկ էլ հիվանդի համար աղոթք անի, չի կարա, կվողպան դևերը վրին, կսեն այ դիվար, դու էլիր ես մեր ծառան մեր դեմ ես դուրս եկել, մատ քեզի բուժան արուրիշի մար աղոթք կարա, ամեն, փառավորվի Քրիստոսը։
Գործ կառաքելոց 3-ի 6-ից 8 տեսեք կաղը ոնց բժշկվավ ու ինչ ասեց Պետրոսը Պետրոս նսավ արծաթ ու ոսկի չունեմ հապա ինչ որ ունիմ զայն քեզի կուտամ նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ելիր ու քայլե բայց այսօր ովիվներն ամեն ինչ ունեն Հիսուս չունեն ես չեմ ասում ովիվները բան չունենան իրենց սեփական իրենց միայն անձի համար օգտագործող ոչինչ պետք է չունենան տուն տեղ մեքենա անգամ զավակներ կին պիտի օգտագործեն Տիրոջ փառքի մեջ ամեն այդպես հովիվը կորշնվի Սողոմոնից էլ հարուստ կլինի երկրի վրա որ ինչ ունի չունի Տիրոջ ժողովրդի հետ օգտագործելով է ուրախանում ամեն այս ձև կարասա ոսկի արծաթ չունեմ բայց ինչ որ ունեմ անքեզի կուտամ բայց Պետրոսի ոտքի տակը հազարավոր գումարներ էր տրվում այդ ժամանակաշրջանում ամեն նույնը 4-ի 9-ից 14 Եթե մենք այսօր տկար մարդուն եղած բարիքի համար կքննվենք, թե ինչ միջոցով անիկա բժշկվեցավ, հայտնի լաձեզի ամենուտ ու բոլոր Իսրայել ժողովրդին, որ նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունովը, որ դուք խաչեցիք, և որ Աստված մեղելներեն հարուցանեց, ահա անով ասիկա ձեր առջև բժշկված կեցել է վերջ Հիսուսի անունով։ Անիկայ այն քարը, որ ձեզ մեջ շինողներ հետ անարգված անկյունի գլուխ եղավ։ Ուրիշ մեկով փրկություն ու բժշկություն չկա, թե փրկություն նաև բժշկություն։ Ուրիշ մեկով փրկություն չկա, վասնզի անկեզատ ուրիշ անունը չկա, երկնքի տակ մարդոս մեջ տրված, որով կարող ենք փրկվել։ Ամեն։ Ամեն։ Չկա, հասկանում եք, չկա եւ չի էլ լինելու։ Մինչև 14-ն ընդերցեմ, իսկ անոնք Պետրոսին ու Հովանեսին համարձակությանը նայելով ու հասկանալով որ տգետ ու առանց ուսումի մարդիկ են, զարմացան եւ իմացան, որ անոնք Հիսուսի հետ էին, այն բժշկված մարդը տեսնելով, որ անոնց հետ կքալեր, չէին կրնա անոնց դեմ խոսել, ամեն։ Աստված այնպես բժշկություններ կկատարի, որ բոլորը կպապանձվեն, փառավորվի Քրիստոսը։ Հիմա 5-ի 15-16 զարմանալի բաներ է կատարվում։ 14-ից կարդամ։ Տիրոջ հավատացողները ալ ավելի կշատանային, այրեր ու կիներ բազմությամբ, այնպես որ հիվանդները, հրապարակները կհանեին, և պատգարագներով ու մահիճներով կդնեին, որպեսի Պետրոսի ասելու ատենը գոնե անոր շուքը անոնց մեկու վրա ինա, ստվերը ժողովուրդ, և շրջակա քաղաքներուն բազմությունը Երուսաղեմ կժողվեր, հիվանդները և պիղծ ոգիները նեղություն կրողները բերելով, որոնք ամենքնալ կբժշկվեին։ Դե ասեք ինչու ձեր մոտ չի բուժվում, որտև դուք Տիրոջը թողել եք և բահաղների և աստարոֆտների եք պաշտում, շեղված դիվային վարդապետություն ընդունելով։ 8-ից 6-ից 8 տեսեք, հասարակ սարկավագը Տիրոջով ինչ էր անում։ 8-րդ գլուխ 6-ից 8 Բայց գործողը Տերն էր, և ժողովուրդը միաբան Փիլիպոսի ըսածներուն ուշադրություն կուտային, լսելով ու տեսնելով այն նշանները, որոնք կներ, վասնզի շատ դիվահարները պիղծ ոգիները մեծաձայն աղաղակելով կելնեին և շատ անդամալուծներ ու կաղեր կբժշկվեին։ Հասկանում ես, շատ բոլորը համարյա բժշկվում էին։ Այդ Տերը նույնը չէ երեք այսօր եւ ավիճան, ես սուրբ գրքից եմ կարդում։ 9-18 Պողոսի կուրությունը ոնց բժշկվավ։ Անանիայի մեկ աղոթքով։ Էլ որն ասեմ էլ որը։ Անանյան գնաց եւ այն տունը մտավ եւ ձեռքերը անոր վրա դրավ ու սավ։ Սավուղ եղբայր, Տերը զիս գրկեց,
Այն Հիսուսը, որ ճամփուն մեջ քեզի երևցավ, երբ կուգայիր, որպեսի տեսությունդ ստանաս ու Սուրբ Հոգով լեցվես, շուտ մանոր աչքերեն թեփերու պես բաներ ինկան եւ իսկույն տեսավ, ելավ ու մկրտվեցավ։ Ամեն։ Հավատում եք սրան։ Նա նույնն է երեք այսօր եւ ավիճան, բա ինչու մեր օրերում այդ բժշկությունը չի կատարում, ձեր եկեղեցիներում։ Փառք Տիրոջը, որ ըստե չունենք հիվանդներ։ Ինչ հիվանդություններ կա թեթևակի ճլոտները այսօր կա վաղը անետանում։ Չբուժվող հիվանդ իսկական եկեղեցում պիտի չլինի, ամեն։ Հիմա ընթերցում եմ 33-ից 34։ Պետրոսը սավանոր վերևից կարդամ, հոն մարդ մկար 33-ից։ Հոն մարդ մկար, որու անունը Ենիա էր, 8 տարի ի վեր մահիճի վրա պարկած անդամալուց։ Պետրոս սավանոր Եննա Հիսուս Քրիստոս քեզ կբժշկե, ելիր ու քո անկողինը չտկե։ Անալ շուտնը ելավ ու Լիդիայի և Սարոնի մեջ բնակվող ամենքը զանիկա տեսնելով Տիրոջը դարձան։ Հիմա մեր օրերում պետք չէ Տիրոջը դառնան։ Այո, որ հրաշքներ չկատարվի, չեն դառնա։ Այդ դրա համար, որ ձեր կյանքում հրաշք չի կատարվի, ձեր կյանքը չի փոխվի։ Եվ դրա համար էլ, որ ձեր կյանքը չի փոխվի, ձեզանով հրաշքներ չի կատարվում, դրա համար էլ հոգիներ դարձի չեն գալիս։ Ամեն։ Տերը ողորմի, միտք առնեք, հասկանաք ու գործեք։ 10:38 գործ կարակելոց։ Սա իրականից մի հատ մեծ սնարիադա, հզոր, գրադից ուժեղ, Իսկանդերի նման։ Հիսուսը, որ Նազարեթեն էր, վերջ, էսի չի կարա մեկը ժխտի, որ Աստված օծեց Սուրբ Հոգիով եւ զորությունով, եւ պտտեցավ բարիքներ անելով, եւ սատանայից բոլոր տանջվածներին բժշկելով։ Բոլոր չուրանակ։ Իսկ եթե չես բուժում, սատանան մեջը տա կամ բրձք արում անդրսից։ Գնա Պողոսի նման անդադար ասե ինչի՞ց է Տեր։ Քննա։ Նորից եմ կարդում, Հիսուս, որ Նազարեթեն էր, որ Աստված օծեց Սուրբ Հոգով եւ զորությունով, եւ պտտեցավ բարիքներ անելով, եւ սատանային բոլոր տանջվածները բժշկելով, քանզի Աստված անոր հետ էր։ Հիմա տեսեք 19-րդ գլուխը, Պողոսի ձեռերով ինչ էր կատարվում, 11-ից 11-ից 12։ Սկիվա քահանայի որդիների հետ ինչ կատարվավ։ Էլի նրանք էլին Հիսուս դավանում, բայց Հիսուսին չճանաչելով ամեն։ Պողոսի միջոցով բժշկվում էր, նրանց միջոցով ավելի դիվահարվում, ամեն։ Հիմա մի աղբեր ու ասելին գանք երեխի մար աղոտ կանենք, ասել չէ գործ չունեք, եկա կաղոտիկ տեղում կմեռնի։ Լավ մնա, ասողույսին հնարավոր է բժշկվի։ Ու ինչ էին տարածի իրական դեպք էլի, ասացին մեր եղբայրները լավ պարգև ունեն, կորոնայի ժամանակ էր։ Ով որ կորոնայա կպնում հիվանդանումը, թոշա չտանջվի, զանգի գգան կաղոտ հետ տուն չէ հոգին կտան, տանջան կմտնի երկինքի վեր։ Բայց եթե այդպես պրիավոր կգնար դժողք։ Հասկանում եք, չեն էլ ամաչում, գոնե կորթան որտի գանաղոտ կանեն, լինստի Պետրոսի զոքաճը չայդնա յուրասիրա։ Բա Պորքևա, տոքեր էդ պորքևն ունեն, Տերը ողորմի իրանց։ Ուրեմն, կարդում եմ 19-րդ գլուխ 11-ից 12-ը։ Ու վերջինը 28-ից 9-ով կավարտենք, ու շադիր լսեք, և Աստված նշանավոր հրաշքներ կներ Պողոսի ձեռքով։ Այնպես որ անոր մարմնեն թաշկինակներ ու գոգնոստեր կտանեին, հիվանդներուն և անոն կբժշկվեին ու չար ոգիները կելնեին։ Նույնը արեցին Սկիվայի որդիները, չար ոգիները պատառոտեց վրիշորերը ու լարեց ըտից։ Դիվարի ձեռքերով լարեց։ Մի խոսքով ոչ իրանք չար ոգուն հանին, են հոգին որ կար, ատոնցը հանին, դևերը հանին ու լարեցին, ասին փախեք ստեից։ Դուք մերն եք, եկերեք մեր դեմ կռիվ, Պողոս հասկացանք, ինչ ասավ, չար ոգին պատասխանեց ու ասաց անոնց։ Հիսուսը կճաշլամու Պողոսին գիտեմ, բայց դու ով եք։
ով եք մեր դեսպաններ դու մեր դեմ եկեք փախակ ստեիցելը ու փախան չիներ կարող չփախնեին ամեն եւ որպես վերջնաբան 28-րդ գլուխ 8-ից 9 ընթերցեմ իրականից այսքան համար համայլա հասցրեցի մի ժամում փոխանցել ձեզի ես կարող էի 3 համար ընտրեի կետարկե ժամերով խոսեի բայց դա այդքան է շինություն չեստի աղանդավոր էին այսքան համար կարդացի ու բացատրեցի որ դու տեսնեք կորացեք եթե դուք հիվանդ ու ցավագար եք Բողոսի հայրը Պոպրիոսի հայրը ջերմով ու թանջքով հիվանդացած պարկած էր Պողոսը անորքով մտավ եւ աղոթք անելով ձեռքը անոր վրա դրավ եւ բժշկեց զանիկա ու երբ ասիկա եղավ ուրիշ հիվանդներ որոնք այն կղզի մեջ էին կուգային ու կբժշկվեին եւ անոնք շատ պատիվներով ալ մեզ պատվեցին ու մեր երթալու ատենը պետք եղած բաները տվին ամեն իսկ եթե չբժշկվեր կպատվեին թե կծեծեին ու կխրկեին կվրընդեին այսքանով ավարտվեցավ այսօրվա մեր թեման սիրելի Աստծո ժողովուրդ որ արդարի բժիշկն Աստված է 30-ին մոտ համար ընթերցեցի Աստվածաշնչից բայց եթե դուք այսքան համար ծռում եք որ իրոք արդարի բժիշկն Աստված է նախորդ պաշտամունքին մի 25 հատ մոտ էլ ընթերցեցի որ ամեն հիվանդություն ցավեր բերում են գալիս է մեղքից եւ անեծքից ու վերևում էլ հաստատեցին որ բերում են դևերը եթե դուք այսքան համար ընդունում եք բա ինչու չի կատարվում իսկ եթե 60-ից 80 համար զանց եք անում դու ոնց եք մտածում ձեր փրկությունը հարյուրավոր համարներ ուրեմն զանց եք անում սրբությունը ամեն իսկ իսկ ասում առասկաղության սրբության բժշկության մեկը տերը չի տեսնի եթե դու հիվանդ ես ուրեմն հոգիտ է հիվանդ ամեն մեղք ունես կապդ կտրված է Աստծուց կաղնենք աղոթքի ու խնդրենք որ Տեր իրականից կատարյալ բժշկություն շնորհի եւ այս վարդապետությունը տարածի բոլոր աղանդավորական եկեղեցիներով մեկ Փառք ես կանչելի հայր փառք ես գովելի Տեր Փառք ես երկինք ու երկիր արարող ամենակարողը զորին Անունդ փառավորվի, անունդ մեծարվի, անունդ պաշտվի ով մեծը նզոր Տեր, այս օրտյալ վարդապետության համար, այս բժշկարար պաշտամունքի համար, Տեր այս վարդապետությունը տարածի ամենուրեք, որ բոլորը հասկանան, դու մեր ցավերի համար արվածվել ես, մեր մեղքերի պատիժը դու արդեն կրել ես և մեզ քո խոցերով արդեն բժշկել ես, Հիսուս դու ես մեր բժիշկը, Հիսուս դու ես մեր փրկիչը, ներե բոլորի մեղքերը, եւ բժշկե ցավերն ու ախտերը բոլոր, սրբե ու մաքրե, եւ բոլոր աղանդավորական եկեղեցիների կուրացած աչքերը բանա, որ մարդիկ հասկանան ամեն ցավ աղտիվանդություն գալիս է մեղքից ու անեծքից, բայց Տերը կարող է բժշկել, եթե Եզեկիայի նման դառնաս դեպի պատը ողջ պալովաղոտ կանես ու ազատագրումը ստանաս, փառք ես կանչելի հայր, փառավորում ենք, անունդ սուրբ, մեծը զոր Տեր, որ Տուտ Հիսուսի աննովը, ամեն